Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսօր ես զրուցելու եմ պարոն Արա Հարությունյանի հետ, վստահ եմ շատեր ճանաչում եք Արա Հարությունյանին, հրաշալի գիտնական եւ մեծ մտածող եւ նաեւ ուսուցիչ շատերիս համար։ Պարոն Հարությունյան, շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրեցիք մի կարևոր թեմայի շուրջ զրուցելու։ Խոսքը այն կառավարման համակարգն է, որը կա Հայաստանում եւ որը ըստ էության բավական ճգնաժամեր է առաջացնում։ Հայաստանում իհարկե երբեք փայլուն կառավարման համակարգ չի եղել, բայց հիմա այս 2018-ից վերջնականապես գործի դրված այս պարլամենտական խորհրդարանական այս համակարգը ստեղծել է մի իրավիճակ, երբ կան աղետներ, չկա պատասխանատու, այսինքն այդ պատգամավորներ, նախարարներ, կառավարության անդամներ օգտվում են առավելություններից, օգտվում են կառավարական մեքենաներից, բարձր աշխատավարձից, բայց չկա պատասխանատվություն, որտեղ չկա մարդ, որի ժողովուրդը ուղիղ ընտրել է։ Ժողովուրդը ընտրել է ինչ-որ կուսակցության ցուցակներ, իսկ կուսակցության ցուցակները Հայաստանում հատկապես մաֆիոզ դրսևորումներ ունեն, այսինքն ցուցակում տեղ են գտնում մարդիկ, ովքեր այդ կուսակցությանը փող տվողի հետ ունեն որոշակի հարաբերություններ։ Ես այս առումով նաև ունեմ առաջարկ, որի մասին կուզեի ձեր գնահատականները լսել, միջև այդ խնդրեմ կառավարման ձևը արդյոք ճգնաժամածին է, թե սա միայն իմ պատկերացումն է կամ իմ ընկալումն է, խնդրեմ։ Ես չի ասի, որ ճգնաժամածին է, կառավարման ձևը քրեական է։ Ճգնաժամ կարող էր առաջանալ, եթե ժողովուրդը դիմադրեր այդ քրեական համակարգին, քաղաքացիականություն հանդես բերել, բայց քանի որ ժողովուրդը համակերպվել է, գնում է ընտրությունների թուղթակցում, ամենակով սպասում է ինչ-որ ուրիշ արդյունքի, դա ճգնաժամ չի։ Ճգնաժամը լինում է, երբ երկու ուժեր բախվում են իրար։ Մեզ մոտ այդ ճգնաժամը չկա, մեզ մոտ մարդու ճգնաժամն է։ Իշխանությունը ես կարող եմ ասել 91 թվի հաջորդ օրվանից արդեն անցավ, սկսեց դանդաղ անցնել քրեականին, հիմա արդեն բացարձակ այն քրեականին է։ Ինչ է սահմանադրությունը, որով իշխանությունն է կերտում։ Սահմանադրությունը դա ինչ որ ուժեղ մարդկանց սուբյեկտների համաձայնությունն է այդ տարածքում, այդ մարդկանց հետ, այդ ժողովրդի հետ զարգանալու, առաջ գնալու, պաշտպանվելու, բարգավաճելու։ Եթե այդ ուժեղ մարդիկ, որոնք իրար հետ համաձայնվում են, սահմանադրություն են գրում, այդ սահմանադրությունը մի տեսք ունի, իրար հարգալից տեսք ունի, գոնե ուժեղներն իրար հարգում են։ Օրինակ ամերիկյան սահմանադրությունը, ասենց ալեգորիկ ասեմ, այդ հիմնադիր հայրեր են, դրանք կոչվում, այդ հիմնադիր հայրերը այն տպավորությունն է, որ ատրճանակները, սեղաններին sense նստած գողական սխոտքի ձևով, ասեք թե ինչքան որ հավաքվել են։ Նրանք գիտեին մարդու էությունը եւ թղթի վրա են գրել, որ մենք փորձելու ենք իրար հետ համագործակցելով դիմադրել տականքի էությանը, մարդու էությանը, որը փորձի այս դրույթները խախտել։ Հայաստանում սահմանադրությունը առաջի սահմանադրությունը մենք սահմանադրություն չենք ունեցել, սովետականներ, սովետականին եկավ փոխարինելու դրսից ասեցին ես կգրեք ունենաք այդ սահմանադրությունը, հետո սահմանադրությունները փոփոխվել են արդեն տեղական բանը գերուժերի կողմից, ժողովրդի կողք կանգնած, ասել նախբեջանից գրենք, որ մեզ հարմար լինի։ Վերջի այդ գերուժերի սահմանադրությունը Սերժն էր, որը 2 սրոք ասեց, չհասկացա, ուրիշները 2 սրոք արել են, ես 2 սրոքին համաձայն չեմ, ես էլի պետք է գնամ։ Ասեցի թքած ունեմ նախագահական համակարգի վրա, ուժերի բալանսի հավասարակշռության վրա։ Ես կասեմ հրայրն ու այնտեղ այն մյուսը կնստեն իմ համար կգրեն իմ ուզած սահմանադրություն։ Գրեցի Սերժ Յակոբ սահմանադրություն, պարզվեց Սերժը տարական բլեֆ էր անում, ինքը սաղին հաղթել էր, բայց Նիկոլի պես մեկն եկավ, ասել է, չէ, այդ սահմանադրությունը ես կհակնեմ։ Խիդու ով եղար։ Հակավ այդ սահմանադրությունը, այդ սահմանադրության մեջ ինչ է գրած։ Թարգմանենք։ Ցուցակային ընտրություններ են, ովքեր կարողանում են գրել տան կուսակցություն, այդ կուսակցությունները Հայաստանում քաղաքացիներից չէ կազմված։ Մի հատ լիդերից, որը փող է դնում, առաջ
կուսակցությունը սնողներ կային փողատերեր։ Հիմա վերջին ժամանակներս ասես կիսվել է։ Կան կուսակցություններ, որտեղ լիդերն է մենակ փող դնողը։ Ես գիտեք, անուններ չտամ։ Կան կուսակցություններ, որ նրանց մի քանի հոգի են փողը դրել, ապշեկա։ Մարդիկ էլ գնացել այդտեղ անդամագրվել են ու տեսք են տվել, որ մենք ցիվիլ ժողովուրդ ենք, կուսակցություններ ունենք։ Չկա կուսակցություն, ցուցակով ընտրություններ աշխարհում գոյություն չունեն։ Ինչ է նշանակում ցուցակն է մեզ ընտրում։ Ցուցակը ինչ որ մեկի կազմած ցուցակն է։ Այսինքն դու դրան ես ընտրում։ Անձին ընտրում ես, բայց այդ անձի անվան տակ խորհրդարանը անցնում ասենք 50 հոգի, 70 հոգի, պարզա իրանք ծառայել են այդ անձին։ Այդ անձն էլ ասում է ախպեր ջան, ես այս հարաբերություններ ունեմ հայերի հետ, թուրքերի հետ, հայկական ասենք թե մնացած շրջապատների հետ։ Այդ սահմանադրություններով մենք գնացել ենք 91 թվից նույն զիբիլն է խորհրդարանում են եղել իշխանության են եղել ընտրված սարիկաներ ես կարծում եմ պետքա գոնե նախագահականին է պետք վերադառնալ դե մենք չենք կարող սահմանադրություն գրել մենք այդ թափը չունենք մեր համար ինչ-որ նոր բան հայտնագործենք նախագահական համակարգը այն պլյուսն ունի որ գոնե առաջի դեմք կան 3 առանձին ճյուղեր ընտրված են մարդկանց կողմից դատական համակարգն է ընտրված բանն է օրենսդիրն է ընտրված եւ գործադիրը անկախ ճյուղեր են գոնե պետքա հիմա ուշադրությունը դարձվի որ այս սահմանությամբ մենք չենք գնա ընտրությունների մենք գնում ենք ու սպասում թե Նիկոլը կկեղծի թե չէ այսինքն լավ չկեղծեց ով անցնելու պարլամենտ նա էլ է այդ ցուցակներն ովքեր են կազմում ուրեմն դուք համաձայն եք որ անունները շտամ դրանց կազմած ցուցակներով դուք կառավարվեք ձեր հետագա սարքեք Հայաստանը գոներ անպայման պետքա նախագահական պետքա վերադառնալ նորմալ կլասիկ դական արևմտյան ներողություն այն առաջարկը որի մասին ասում է ես էլ էի դրա մասին ուզում խոսել վերադառնալ նախագահական համակարգի կամ կիսանախագահական համակարգի եւ այն որ այս վարչապետական համակարգի սահմանադրությունը մտածված է այնպես որ ուղղակի հնարավոր չլինի շատ པարզ քայլերով հասնել թիվ 1-ի պաշտոնից հեռացմանը խոսում է մի པարզ բան այսինքն կառավարությունը ենթադրենք ժողովուրդը դուրս է եկել պահանջում է գործող վարչապետի հրաժարականը ուրեմն վարչապետից միանգամից չես կարող ազատվել հələ մի անգամ այդ վարչապետը պետք է հրաժարական տա մի անգամ էլ խորհրդարանով չընտրվի երկու անգամ էլ խորհրդարանով չընտրվի նոր գնան նոր ընտրությունների այսինքն հնարավոր բոլոր մեխանիզմները մտածված է որ ժողովրդի համար այսպես մի լաբիրինթոս սարքեն մարդիկ մտեն ու դուրս չգան մյուս կողմից այո այս մոդելը թույլ է տալիս ենթադրենք ցուցակի առաջին համարը լինի մեկ մարդ այսինքն ժողովուրդը ընտրի մի ցուցակ գլխավորող մի մարդու գլխավորված ցուցակ բայց վարչապետ դառնա այլ մարդ եւ դա ամենա պարզ օրինակը ցույց է տալիս 2017-ի ընտրությունները Հանրապետականի ցուցակը մարդիկ ընտրեցին Կարեն Կարապետյանի գլխավորությամբ 2018-ին վարչապետ դարձավ Սերժ Սարգսյանը, ասացին դե Հանրապետականը այդպես է որոշել։ Հիմա ինչպես քաղաքական ուժերին համոզել, որ պետքա վերադառնալ կիսանախագահական համակարգի եւ ինչ է տալիս կիսանախագահական համակարգ, հա, ինչով է լավ ձեր գնահատմամբ վարչապետական այս համակարգից Վարժան մեզ մոտ բան չի պարլամենտական չի մեզ մոտ գողական համակարգ այդ ճիշտ է էլի թղթի վրա ինչ որ բաներ ա գրած դա կապ չունի գողական համակարգում այդ ապշակի տերերը կան հայտնի դեմքերը որոնք ասում են մենք ենք այս երկրի տերը մենք ենք իշխանությունը մենք ենք ուտողը փողն իրանցնա դիրքին իրանցնա իշխանությունն իրանցնա այս խոսել ցիվիլ քաղաքակիրթ համակարգի մասին մարդկային ինչ ցիվիլ մարդկային որտեղ տարական շարքային մարդը հարգված է ինչ որ ձևով ինչ որ ապրելու իրավունք ունի չի կարելի Հայաստանում ողորմածության իրավունք կա դու իրավունք ունես նրա ողորմածությամբ ապրելու հաց ուտելու ջուր խմելու ասեմ նախագահական կոչեցյալը ինչ է դա ընտրովի 3 ճյուղեր են նոր ասում էի գործադիր իրավական ու բանը ու օրենսդիրը երեքն էլ առանձին ընտրված են այս պարլամենտական կոչեցյալի դեպքում ասում եմ իմ ցուցակն ընտրի
Դրանից հետո արդեն այդ ցուցակի եթե ցուցակը ժողովուրդը կազմացելներ ես կարա ինչ որ կերպ պատկերացնեի որ հնարավորություն գոյություն այդպես համակարգի բայց եթե ցուցակը կազմել է մի մարդ հետո այդ մի մարդն է դառնում վարչապետ կամ չի դառնում վարչապետ այդ ամբողջ ցուցակը այդ մարդուց է կախված այդ մարդու շնորհիվ իրանք դառան դեպուտատ բարձ այդ մարդուն պետք է ընտրեն հետո նրանք ոնց այդ մարդուն հրաժարական պահանջեն դա կամակատարների համակարգ է կամակատարների պարլամենտ է որի անունը դրել ենք պարլամենտական համակարգ մենք ընդեղ ենք ուղարկում սրիկաների կամակատարների ով ուզում է ալնի ինչ ձևի քֆուր տվող sense դուխով տղա իրան ճղող եւ այլ նա գնալու է այնտեղ որպես հավ աշխատի հիմա ես դիմում եմ ժողովրդին քու միջոցով քու օգնությամբ ժողովուրդ դուք հասկանում եք դուք ում օգտին եք քվեարկում գազան ձևացող հավերի բոլորն են հավ հետո վերջում այդ կուսակցության շեֆը քո ասած որ գնում է պարլամենտ ուրիշ մարդնա դառնում ինքն էլ դառնում է Նիկոլի հավը այս ընտրություն այս համակարգով անհնար է Նիկոլին քանի ողջ է Նիկոլը հաղթել Համաձայն եք որ մինչև ձեր այսինքն կարող այդքան չապրեք Նիկոլը կլինի հələ բան թուրքական վիլայեթի շեֆ դուք չեք լինի Խնդիրը դրանն է մի անգամ պետքա որպես քաղաքացի դուրս գաք բոյկոտեք ասեք լսեք մենք ուզում ենք մեր իշխանություններին ընտրենք ոնց որ ամբողջ աշխարհն է ընտրում դրա համար ուզում ենք ընտրենք եւ պարլամենտը եւ գործադիրը նախագահային եւ դատավորներին որ Նիկոլը չնշանակի դատավոր որ Նիկոլը չբերի պարլամենտ հիմա մի հատ Նիկոլ ամեն ինչը ինքն է նշանակում դворնիկից սկսած դատավոր քննիչ միլիցիա պարլամենտական մի մարդ է երկրում նշանակում ու դա ոնց է հնարավոր եղել ցուցակների օգնությամբ այսինքն Սերժին այդ հանցագործության համար հրայրին ու այն Վարդանին սահմանադրություն գրող մինիմում ճիպոտով ամեն օր պետք է 100 ճիպոտ 10 սատ կասնել հələ դուք ես ինչ արիք դուք ես այսինքն մցրեցիք դժոխք որից ելք չկա դրա համար քաղաքացիք պետք է հասկանան որ համակարգն այնպեսին է որ իրանք ձայն չունեն իրանք ունեն բանի ձայնը ստրոկի ձայն ինչքան կարող լինի Այդ ստրոկին ընդամենը ասում են 5 տարին մեկ ասում են կգաս այս թուղթը կքսես անասուն ճամփին էլ հույբույ կանես կուրախանաս որ գնում ես ընտրությունների Ես կոպիտ եմ միգուցե խոսում բարեժան բայց էտա մեր մոտ իշխանություն չկա Մեր մոտ գողական համակարգ է ապշակի պետը դառնում է երկրի իշխանություն ապշակն էլ ոնց է ապահովում հարկերի միջոցով օրինակ օլիգարխներն ինչ են անում ասենք թե իրանք ունեն մոնոպոլ դիրքեր ժողովրդին ստիպում են իրանց ապրանքն առնի Նիկոլը Հայաստանի ամենամեծ օլիգարխն է ամենամեծ փողատերն ու գողականն է որովհետև ինքը առևտրով չի զբաղվում ինքը միլիցիոն ասել է դու իմ շունն ես կետած մարդկանց կմորթես բոլորին ինքը բերես հարկերը կմուծես Ինքը համ օլիգարխ է, համ վարչապետ է, համ նախագահ է, համ դատավոր է, համ միլիցիա, ամեն ինչ է, մի մարդ է, երկրում երկրորդ մարդը գոյություն չունի։ Ընտրությունների ժամանակ մեջտեղ են գալիս ինչ-որ լակոտ լոկուտներ, որոնց թվում է, թե իրանք կարան Նիկոլ դառնան, չեք դառնալ, լսեք, Նիկոլը բնությունից շատ ավելի ուժեղացան, քան դուք եք։ Պարոն Հարությունյան, տեսեք, Որն է խնդիրը։ Խնդիրը նրանում է, որ որպեսզի ձևավորվի օրակարգ, հա, որ մարդիկ այդ օրակարգի շուրջ համախմբվեն։ Անհրաժեշտ է տեղեկատվական արշավ։ Դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են հայտնի մարդկանց հասցնել այդ թեման, նախ մարդիկ տեղյակ լինեն, հետո հասկանան ինչով է դա պետք, օրինակ այն առաջարկը, որ նաև դուք եք անում, հետո ձևը հասկանան ոնց են մասնակցում եւ ի վերջո ստիպեն քաղաքական դաշտին իշխանություններին գնալ այդ փոփոխություններին։ Հիմա այդ մեդիա հնարավորությունները չկան։ Հիմա լավ, մենք խոսում ենք եւ քննարկում ենք այս հարցը, բայց լավ դա 1010, չգիտեմ 12-15000 մարդն է այդ, որոնց մեծ մասը չի էլ կիսվելու իր էջերում, որպեսզի ավելի լայն զանգվածներ նայեն։ Ոնց պետք անել, այսինքն պետք է ընդհանրապես մերժել, մեկուսանալ, ասել մենք ձեր այդ գործը չունենք, ոնց եք պատկերացնում սա։ Բարիշ ջան, մարդկությունը զարգացել է կողքինից սովորելով։ Մի հատ խելոք մի բան է արել, այն կողքին ասել է, վայ, սենց արեց լավ եղավ։ Սովորեց։ Հիմա ասեմ, ենթադրենք մեզ նայում է 1000 հոգի, բարիշ ջան։
Այդ 1000-ից եթե 500-ը լուրջ են նայում հարցին, 500 հոգին ամենակիչը իր շրջապատում 10 հատ մերձավոր մարդ ունի։ Կին, երեխա, երեխեք, շրջապատ, քավոր, բահման խնամին, այդ 500 բազմապատկի 10 հոգ դառնա 5000 հոգի։ 5000 հոգին եթե ասեն, այս մարդիկ ճիշտ բան են ասում, այ մարդ, մենք գնում ենք ընտրությունների որպես հիմար։ Իրանց շրջապատին ասեն, երրորդ օրը այդ 10-ական սխեմայով, 10-ի աշճաններով, երրորդ օրը ամբողջ Հայաստանը կդառնա ինչ որ կքննարկի այս հարցերը, ու եթե գտնի որ մենք ճիշտ ենք ասում, կասի, բայց նրանք ճիշտ են ասում։ Հարցը հետևյալինն է, մեզ լսողները չեն հասկանում, որ մեզ լսելը չի հետաքրքիր։ Մեզ ասացից ինչ որ բան, եթե իրանց պետքա կանա, վերցնելն է իմաստալից։ Հայաստանը դարձել է թատրոն։ Այդ թատրոնում մենք ենք խոսում, ուրիշներն են խոսում, 1000-երորդներն են խոսում, բայց այդ թատրոնի մեջ կյանքի հարց կա։ Այդ թատրոնում ապրել է պետք։ Ապրելու համար ամեն մեկը պետք է մասնակցի այդ թատրոնից քիչ-քիչ դեպի կյանք բերի այդ դրությունը, սիտուացիան։ Չի բերեմ։ Օրինակ ես sense եմ գտնում, բարեժան։ Օրինակ ես գտնում եմ, որ դու չես կարողանում հայկական քաղաքական դաշտում, որովհետև եթե դու ում էլ միավորվես, դառնալու ես ցուցակի անդամ։ Բայց դու արժանավոր ես շատ ավելի, քան ցուցակի անդամը։ Օրինակ եթե պրեզիդենտական համակարգ լիներ, ես քեզ կհորդորեի, որ դու մասնակցես ընտրությունների։ Թե հայերն ինչ կասեն, մյուսներն ինչ կասեն, ես գտնում եմ, որ դու բան ես, լրիվ համապատասխանում ես քու որակներով, բաներով նախագահ դառնալու։ Կապ չունի քո ազգությունը, լսի, դու մարդ ես, մարդավարի մտածում ես, ռացիոնալ ես, մեզ հիմա էդ է պետք։ Քթի երկրորդ քուպեսին, որը եւս կուզենա մասնակցել այդ ընտրարշավին, եկեք իրար հետ նստեք խոսեք, ասեք տղեկ, գոյություն ունի գողերի համակարգ, որոնք ցուցակով են առաջարկում, արեք մենք էլ խելոքների համակարգենք, այս մարդկանց աշկերը բացենք։ Մենք էլ ասենք, լսի 10 հոգի ենք, 5 հոգի ենք, արեք հələ մեզ նայեք, մարդա մի հատ նախագահացու չենք։ Ինչ եք դուք ուզում ճորտերի ընտրեք, արեք մարդկանց ընտրեք։ Ձև, բարիշան, հավաքվեք 10 արժանավոր քթի, 2 քթի, 3 քթի։ Ասեք մենք հավակնում ենք։ Որովհետև համակարգն է պետք փոխել, այս կեղծով, ասենց բլեֆով։ Լսեք, դուք Սերժին չեք անել իշխանությունից։ Դուք Սերժով կառավարվում եք, որովհետև Սերժի գրած Սերժի պահանջով գրված սահմանադրությամբ դուք ձեր կյանքն եք շարունակում։ Այս ինչ բլեֆ եք անում։ Դուք Սերժի ճորտերն եք հələ։ Նիկոլի տակ կզած։ Պետքա պարզ խոսակցություն լինի, բարեժան, դու պետքա չվախենաս, ասես, որ ես կարամ լնեմ։ Այդ մարդկային նորմալ բան է։ Մեկը հավակնում ասում է, ես ամենալավ գրողն եմ, ես ամենալավ ինժեներն եմ, ես ամենալավ փինաչին եմ։ Լսի, մարդ պետքա ազատ լինի, շրջապատից չվախենա, ասի, ես էլ ամենալավ ես ինչն եմ։ Մեր մոտ տաբուներ են դրված, իապ, դու միլիոն չունես, արա դու ով եղար չհասկացանք։ Իսկույն այդ հարցն է գալիս։ Ես եմ։ Բա քո պոտենցիալը ով պետք է գնահատի։ Մեկը պետք է ասի, որ այս մարդը մեզնից տարբերվում է, ամեն ինչը տեղն է։ Բան Արությունյան, իհարկե մեծ բան է, այսպես, չգիտեմ, մի խոսքով։ Սալբան եմ ասում, Բարիշ ջան, լավ, քեզնից վերանանք, եթե դու անհարմար ես զգում։ Քեզնից վերանանք, եթե դու տեսնես հրապարակում մեկին, որը արժանավոր է, չես հորդորի, ասես, արա մենք կեղտի մեջ ենք, արի մեջտեղ։ Հիմա ես տարբերակ եմ առաջարկում։ Հնարավոր չի, որ քանի որ մոտենում է օրինակ ընտրարշավը, որը լայն լուսաբանվում այսինքն եւ հանրային հեռուստաընկերությունն է պարտավոր դա լուսաբանել։ Հենց այս օրակարգով օրինակ առաջարկել ընտրարշավ, այսինքն պարլամենտական ընտրարշավում դու ոնց կարաս ասես նախագահական ընտրարշավ։ Հիմա բացատրեմ միտքս։ Քաղաքական ուժերին բերել են օրակարգին, որ իրենք խոստանան, որ գնալով ընտրություններ իրենք խոստանում են վերադառնալ նախագահական համակարգի։ Չէ, Բարիշյան, ասեմ, մեզ մոտ պայմանավորվածություններով ոչ մի բան չի աշխատում, Բարիշյան։ Կոնֆլիկտը մենք չենք սպասարկում, կոնֆլիկտը սուր է, գոյության պայքարի, կյանքի ու մահվան կոնֆլիկտ է։ Այդ կոնֆլիկտը հասել է ծայրին, ուրիշ ազգեր վաղուց իրար մորթած կլնեին, ջնջխած կլնեին, իրար սպանած կլնեին, որովհետև կոնֆլիկտը պետք է հանգուցալուծվի։ Պետքա զարգանա, վերջում հաղթող պետքա գոյանա։ Համաձայնությամբ հաղթող անհնար է պատկերացնել, Բարիշյան։ Դու Նիկոլի հետ չես կարա համաձայնվես, եթե ինքը վախը չունի։ Այսինքն կոնֆլիկտը պետքա ֆիզիկական կոնֆլիկտի հասնի գործը։ Ես 92-93 թվերին հոդված գրեցի քաղաքացիական պատերազմի մասին,
Լևոնի շներից մեկը, մի անասունից մեկը ասեց մեր ժամանակների Լենինն է, բանի է կոչում, կացնի է կոչում։ Ինձ իմ դեմ այտենց հոդված գրեց, պրոստը ես չգիտեմ ոնց եղավ, որ ինձ չբանտարկեցին։ Բայց մենք իրավունք չունենք նորմալ էության դեմ կռիվ անելու։ Չզինվեցինք, ասեցինք խաղաղություն եք սիրում, թուրքն ասեց, դու խաղաղություն ես սիրում, ես չեմ սիրում։ Հիմա էլ դու ուզում ես Նիկոլի հետ բարիշես, ինքը չի ուզում, ինքը ուզում է ինքը դառնա, ինքը հավերժ մնա։ Ու մենակ Նիկոլը չի։ Որին էլ որ մեր իշխանավորներին նայ, Լևոնից սկսած հավերժ ուզեցել են մնան։ Սերժն էլ գնաց կուլմինացիայի, սահմանադրության փոփոխությամբ էր գնում։ Նիկոլին պետք չի ոչ մի կուլմինացիա։ Այս գրած սահմանադրությամբ Նիկոլը հավերժ վարչապետ է, հավերժ հայակեր է։ Տարելա նստածրել է սրբազաններին է, վաղն էլ կհայտարարի, որ Հայաստանում քրիստոնեությունն անիմաստ է։ Մենք թարգում ենք, քանի որ մեր հարևանների հետ պետք է հարաբերություն ունենանք, այս մեր սաղ հարևանների մեծ մասը մուսուլման են, Վրաստանում էլ ներքև բառներում սաղ թուրքին, մենք ընդունում ենք բան մուսուլմանություն։ Այսինքն հավերժ պարտությունները դու չես կարա գոյությունից պաշտպանես։ Պարտությունը իր հետից վերում է չգոյություն։ Հնարավոր չի պարտվելու միշտ գոյատևել։ Մենք գիտես ինչ ենք գոյատևել 5-րդ դարից սկսած։ Սուբյեկտ չենք եղել։ Օբյեկտ ենք եղել, ոչխար ենք պահել, մի կերպ ճորտ ենք եղել, ստրուկ ենք եղել, ասել են դե լավ է, մեր համար ստրուկը, հո մեր ազգից չենք օգտագործել ստրուկներին։ Ամերիկացի ուրիշ գնացին սևամոր ստրուկների բերեցին, բարի կռիվներով ապրում են։ Իսկ մեր շրջապատում էլ ասել են, չէ, դե սրանք լավ ստրուկություն են անում, կանենք։ Հետո եկան հայ ապերոները, փողատերեր, արասին էստե ամսաղը կա, ամեն ինչը կա, մեր համար ստրուկ են։ 30 տարի միայն գործարան քանդելով ապրեցին։ Կերանք մենք մեզ։ Այդ բոլոր հարցերը պետք է հրապարակ գան, սրվեն, ասվեն, այս չեղավ, գոնե թղթի վրա մենք ճիշտ բան փոխենք։ Ով որ չի թողում փոխել, արեք հələ մի հատ նստենք։ Հրայրին կանչեք, Վարդանին կանչեք, ասեք, եկեք հրապարակ, տականքներ, անասուններ, ասեք, որ մենք քակ ենք կերել կներես արտությանս։ Այս հացագործություն ենք արել, որ սեն սահմանադրություն ենք գրել, մենք սահմանադրագետ չէինք։ Մենք բլեֆիստ էինք։ Մենք որ մասնագետը լենք իմանայինք։ Այդ ոնց հիմնադիր հայրերը ատրճանակը սեղաններին գրեցին սահմանադրություն իրար զսպելու մասին։ Իսկ դուք ում եք զսպել ձեր սահմանադրությամբ։ Դուք ասել եք ժողովուրդ ստրուկես կգաս կքավյարկես ցուցակի օգտին։ Դու հասկանում ես ինչ եք արել, արա անասուններ։ Այդ առաջի քայլը կարող լինի։ Իրանք էլ հո միլիսով պաշտպանված չեն։ Հարցադրեք, հարց դրեք, Facebook-ով այնչով աթո բոլորը տարածեք։ Հրայրը Վարդան գրիչը Նիկոլին նվիրելի գրիչը հետդ կգաս կասես էս եմ արել։ Հրայրը դեռ միլիցով պաշտպանված սահմանադրական դատարանի անդամ է, պես որ ինչ սահմանադրական դատարանի մասին լսեք, Հայաստանում սահմանադրական դատարան չունի։ Դա Նիկոլի հերթական զուգարան։ Պարոն Հարությունյան, եկեք էքսպերիմենտ անենք։ Դիմում ենք նաև քաղաքացիներին, ովքեր լսում են մեզ, թող արձագանքեն մարդիկ, տեսնենք նաև մեկնաբանություններում, չգիտեմ, եթե կոնտակտներ թողեն փորձեն կապել։ Իր բաները հիմա այս մեր խոսակցության տակ ես քեզ խորհուրդ կտամ, որ հետևես սրիկայությունները ջնջես, Նիկոլի շները կհայտնվեն, որովհետև ես կարծում եմ ռեալ բան են խոսել, կաշխատեն բան անել, վարկաբեկել մեզ։ Այս պետք է լինի կամքով, Բարիշյան, դու ում որ գիտես, որոնք հավակնում են բանի անձնական քաղաքական գործունեության, իրենց կարաս ասես անձնապես, քանի օքեն, կարեք հավաքենք նստենք, որը տա ուզում նախագահ դառնա։ Սաղս ենք ուզում ավելի լավ։ Արեք պայքար մղենք, որ Հայաստանը վերականգնվի նորմալ իշխանության ձևը։ Սա իշխանություն չի, լսեք, պարլամենտ, որը չի աշխատում, դատարան, որը չի աշխատում, գործադիր, որը միայն մի պատաված սամալոտով երկիր է։ Դու պատկերացնում ես սա ինչ է, Բարիշյան։ Մի պատաված սամալոտով երկիր աշխարհում չկա։ Ամեն ինչը պատավատ է երկրում։ Միլիցիան պատավատ, իրավակ, ամեն ինչը պատավատ, միայն մարդիկ պատավատ։ Ինքը ցանկացածին կարա կողի բանդ, եթե սրբազաններին կողելա, ցանկացած մարդը իր մոտ ոչնչություն է։ Դա մենակ Նիկոլետ չի։ Դա մեր համաձայնվելուց է նիկոլիզմին, այդ սահմանադրությանը։ Մենք պետք է այսօր խոստովանենք շատ ու շատ մեղքերի մեջ, Բարիշյան։ Հայությունը պարտավոր է խոստովանի այդ մեղքերի մեջ։ Չի խոստովանում, իր գործն է։
Չես խոստովանի կկործանվես։ Ոնց որ Ղարաբաղցի կորցրեցին տունուտեղ, վաղը դուք կորցնես մինիմումն եմ ասում։ Բայց քանի որ ձգձգվում է process-ը, մարդիկ արդեն համաձայն են դրան, բարի ջան։ Այն վիճակն է, որ հայությունը արդեն շուտով վաղը կասի, արա թողենք գնանք ստեղից, մենք ստեղ անելիք չունենք։ Կգնաք, կապրեք մի կերպ, ձեր կյանքը քաշ կտակ, բայց հավատացնում եմ ձեզ, ամենամեծ հարստությունը սեփական երկիրն է, որտեղ մարդիկ իրար հարգում են։ Եթե գերադասում եք ուրիշ երկրում ստրուկ լնելու, գնացեք։ Կոպիտ հարցադրումներ են պետք։ Ազնիվ կոպիտ հարցադրումներ, բարի։ Դու շրջապատ ունես, հետները խոսի ասա տղեկ ջան, այս ընտրությունների կանչումա ձեզ Նիկոլը, սրոկն է, սրոկը, Նիկոլի սրոկը կանչումա, Նիկոլն էլ չի կանչում, Նիկոլի ժամկետը ձեզ կանչումա ընտրությունների, դուք հասկանում եք, ձեզ մարդը չի կանչում ընտրությունների։ Թղթի վրա գրված ժամկետն է ձեզ կանչում, այսինքն դուք կարաք ընտրեք նորից 5 տարի սպասեք։ Դեռ 91 թվից մենք այդ գործի ենք, 5 տարի սպասելու մեջ ենք։ Սա կյանք չի։ Մի բանով, մի առանցքանի միայն ժամանակի մեջ եղած կյանք է, տարածական մյուս բաները չկան, կոորդինատները չկան, զարգացում, վերելք, մարդկային հարաբերություններ չկա։ Սպասողականություն է։ Դա բան արցնան, ըստ էության այո, համաձայն եմ ձեզ հետ, որ այս սահմանադրությամբ հնարավոր չի կյանքը կազմակերպել։ Հայաստանը դարձել է այո մի մարդուի պետություն, Նիկոլ Փաշինյանը նշանակում է ոչ ուղղակի կերպով, անուղղակի դատավորներ, եթե ԲԴԽ ղեկավարին կարողանում է SMS-ով հանել, ուրեմն ինչ-որ մեկին էլ SMS-ով կարողանում է դնել այդ պաշտոնին։ Եվ համայնքներն էլ թիմերն էլ խոշորացվել են, հիմա արդեն գյուղապետ էլ մարդիկ չեն կարողանում ընտրել։ Պիտի պարտադիր ամբողջ Հայաստան դարձել է 70 խոշորացված համայնք, եւ դու խոշորացված համայնքում ավականի ես ընտրում, ոչ թե ուղիղ քաղաքապետ կամ համայնքապետ։ Այսինքն մարդկանց ձեռքից վերցրել են այդ ընտրությունը եւ ամեն մի խոսքով ցանկացած պաշտոնյա պարտական է այդ օրվա վարչապետին, որ ինքը այդ պաշտոնում է։ Եվ այսօր ստրկատիրական, ճորտատիրական հարաբերություններ են, ասես վերտիկալ է գալիս, վերևից ներքև։ Ֆեոդալական։ Այդ համակարգը պետքա կոտրվի։ Դրա համար անկախ ճյուղեր են պետք իշխանության, անկախ թևեր եւ անկախ մարդիկ, ոչ թե անկախ ցուցակներ։ Հերիքա փողի հետևից ընկնեք։ Փողի համար դες ճորտացակ, կյանքներդ կորցրեցիք։ Կկործանվեք լրիվ, լսեք։ Մի կաշառվեք։ Պարոն Հարությունյան, օրինակ մինչև 2021 թվականը թեկուզ եւ այս համանadrությամբ կար ռեյտինգային համակարգը ընտրությունների, երբ որ պարլամենտի падգամավորներին ընտրում էին ուղիղ ռեյտինգով, ընտրում էին ինչ-որ ուղիղ մարդկանց, անհատների։ Սա ինչ-որ հնարավորինս լավ տարբերակ էր, թե ոչ։ Թե, ասեմ, բարիշան, մարդ Արարածը պետքա կառավարվի մեկ կենտրոնից։ Հիմա մարդկությունը մինչև հիմա գտել է երկու ձևով իշխանական համակարգեր։ Մեկը ժողովրդավարական համակարգն է, որն ունի իշխանության 4 ճյուղեր։ 3 ճյուղերը գործադիրը, իրավականն ու օրենսդիրը, դրանք մի հարթության մեջ են։ Դրանք ապահովում են կյանքի տարբեր ասպարեզները։ Այդ բոլորին վերահսկող է մաս մեդիան, լրատվությունը, որը բոլորին հետևում է, ասում է ով ինչ սրիկայություն արեց, ժողովուրդ, տեսեք, այս մեկը այս սրիկայությունն արեց։ Ինչի է դա կարևոր։ Երբ որ ասում է ժողովուրդ, այս մեկը սրիկայություն արեց, ժողովրդի մեջ եղած թասիբով մարդիկ ասում են եղավ, աղբեր ջան, ու սատկացնում են այդ մեկին։ Հասկանում ես, ես տեսություն եմ ասում, քեզ չբանդարկեն հարցը հանգարց սրա համար։ Եթե ժողովուրդը չունի պատժի մեխանիզմ, այն ժամանակ համակարգը չի գործում։ Ժողովրդավարությունը ունի պատժի մեխանիզմներ։ Օրինական ձևով դա հետկանչի մեխանիզմն է, իսկ մարդկային ձևով գյուլելն է։ Հաջորդ համակարգը, որը ցույց տվեց, որ հիմա շատ ավելի խելոք է, տեխնոկրատական համակարգն է, երբ որ խելոք մարդը գալիս է իշխանության գլուխ, արևելյան երկրի Չինաստանն է այդ ձևով զարգացել, Ճապոնիան ունի իր մեջ, Սինգապուրը, արաբական շեյխերը, իրանք գնացին կրթվեցին, Անգլիայում, Ամերիկայում կրթվեցին, այդ շեյխերը վերադարձան, ասին, կյանքը առաջ տանելու համար պետքա տեխնիկական նորամուծությունները ներդնես, պետքա արտադրես։
պետք է մասնագիտանաս ու դրա շնորհիվ ռացիոնալ է մտնում։ Եթե դու ունես մասնագետների երկիր, մասնագետներից մեկը ինժեներ է, մեկը էս է, մեկը այն է, երբ որ դու հիմարություն ես անում, այդ ասպարեզի մասն ասում է դու հիմարություն արեցիր։ Ես ինչ ես անում, ապուշ։ Հայաստանում դու չես կարա որևէ մեկին ասես դու որպես մասնագետ 0 ես։ Սաղներ 0 են։ Մասնագիտականությունը վերացած է մեր մոտ։ Դրա համար խնդիրը 0-ից է պետք սկսել։ Մենք ինչ ենք անում, տեխնոկրատական համակարգ կարելի է, չունենք այդ մարդուն։ Ու չունենք ժողովրդին, որը տեխնոկրատական համակարգին տիրություն կանի։ Այդ մարդը, որը գալիս է ասում է, ես կարող եմ ձեզ առաջնորդել բանի պես, Լիկվանյուի պես։ Դու չես կարող համակարգը միլիսեկի համակարգը կուտի Լիկվանյուի, որովհետև Լիկվանյուն միլիսեկին չի կարող կաշառի։ Փող չունի։ Ինքը ժողովրդին է կաշառում, ժողովրդին է համախմբում իր շուրջը։ Մեզ մոտ իր շուրջը համախմբված միլիսեն։ Պետք է դու այդ համախմբված գողերին, հանցագործներին վանես համակարգից։ Դրա համար կոնֆլիկտը պետք է ասունանա։ Գոնե, այսինքն իրար առերես 10 հոգով պետք է նստեք, բարեշան, հավակնորդներով, ասեք լսեք, մենք գտնում ենք, որ սխալ է կառավարում, մենք արժանավոր ենք, արեք իրար հետ մրցեք, տենակ որս ավելի լավ նախագահաց։ Դուք սահմանադրությամբ մի մրցեք, դուք ֆորմալ ձեր ստուդիայում մրցեք իրար հետ, ժողովրդին ներգրավեք, կնայեն, կասեն արա, բարիսն է լավ, կամ էս մեկն է լավ, կամ էս մեկն է լավ։ Բարիս ջան, դու մեր թագավորն ես, կապ չունի թե սահմանադրության մեջ գրած չի։ Այ հետո կսկսվի կռիվը սահմանադրությունը նախագահական սարքելու համար։ Դու չես կարա սկզբից նախագահական սարքես, քանի ժողովրդի բանը չունես, ուժը քո հետևում չունես։ Շատ լավ, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, շնորհակալ եմ այս հետաքրքիր մեկնաբանությունների համար։ Մարդիկ շարունակում են հետաքրքրվել ձեր գրքերով, իհարկե դեռ մենակ հարցնում են, չգիտեմ, ես փոխանցում եմ այն կոնտակտները, որոնք դուք ինձ փոխանցել եք։ Մյուս կողմից առաջիկայում կարծում եմ ես պիտի առիթը օգտագործեմ ձեր քաղաքագիտական աշխատությունը մեր լսարանին ներկայացնել, ուղղակի ընթերցանության տեսքով, այդտեղ մեկ-մեկ երևի թե մեզ օգնության կգա, պարոն Հարությունյան։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ, հիշեցնում զրուցում էի Արա Հարությունյանի հետ, տեսություն։